Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Խորացների հարազատները գալիս են կառավարության մոտ, գնում են պաշտպանության նախարարության դիմաց, բայց որևէ մեկը նրանց հետ հանդիպման չի գալիս։ ԳՇՊ-ներ օրեր առաջ սեպտեմբերի 29-ին հանդիպել նրանց հետ, բայց նրանց որևէ պահանջ այդ տեսնողները պնդում էին, որ Էդուարդ Ասերյանն այդ պատասխանների համար իրենց հարցերի պատասխանը նա չունի։ Դուք որպես ընդդիմադիր պատգամավոր ինչպես կներկայացնեք այս իրավիճակը ձեր տեսանկյունից։ Նախ արդեն 5 տարին է լրացել, որ անհայտության մեջ գտնվող ծնողները որևէ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի անդամների, երեխաների, ծնողների եւ առհասարակ այն մարդկանց, որոնք որ ճիշտ է կան մարդիկ, որոնք որ անհայտության մեջ են 2 տարի, կան մարդիկ, որ 5 տարի անհայտության մեջ են, բայց ամենայն դեպս 191 անց ճշտված այս պահի դրությամբ անհայտության մեջ է եւ կրկնում եմ հարազատները որևէ ինֆորմացիա չունեն, իրանց իրավունքն է պահանջելու պետությունից, կառավարությունից, որպեսզի պատասխան տան, թե ի վերջո ինչ գործընթացը ինչ տեղում է եւ այսպես կոչված իրենց այդ հարաբերությունները, բանակցությունները, ես չգիտեմ ինչա, որ խաղաղության իբր պայմանագիր է եւ այլն, տարբեր գործընթացներ կան, չէ՞ որ Ադրբեջանի հետ այդ գործընթացները տարվում են եւ մարդկանց իրավացիորեն մարդիկ պահանջում են, որ ինչ որ լուր, ինչ որ տեղեկություն, թե ի վերջո ինչա կատարվում այդ ուղղությամբ։ Հիշեցնեմ ձեզ, որ ամիսներ առաջ նաև Բաղրամյան փողոցն էին փակել, էլի հանդիպում էին խնդրել, այդ հանդիպումներ չէր տեղի ունեցել, հետո ամիսներ անց ինչ որ կիսատ-պռատ մի հանդիպում էր տեղի ունեցել կառավարության շենքում եւ վարչապետի աթոռը զբաղեցնողը էլի նորմալ հոդաբաշխ պատասխաններ չէր տվել եւ մարդիկ իրավացիորեն այդ պահանջը դրել են։ Ի վերջո դրանից առաջ գործընթացը համակարգում էր Արմեն Աբազյանը ԱԱԾ-ի պետ, Արմեն Աբազյանի հանելուց հետո ներկա ԱԱԾ պետը գնացել էր Բաքու եւ էլի որևէ տեղեկություններ չէին հայտնել, այսինքն ինչա, այս մարդիկ իրավունք չունեն պահանջելու, թե գործընթացը ինչ տեղում է, կամ այդ ինչ ձև է, այդ ինչ վերաբերմունքային մարդկանց նկատմամբ, որոնք որ վշտի մեջ են եւ փոխանակ կարեկցանքի, սփոփանքի եւ ի վերջո այդ ուղղությամբ աշխատանքներ տանեն, մի հատ էլ նոր տեղեկանում ենք, ես նոր իմացա եւ մոտեցա ծնողներին, որ ծնողներից երկուսին բերման են ենթարկել եւ ասում են նոր ճշտեցինք, որ տանում են կալանքի, այսինքն նոր ծնողները ինձ ասեցին, որ տանում են կալանքի Աջափնյակի դատարանում, դա կապված է, ասում են, պաշտպանության նախարարության մոտ ինչ որ ընդհարում է տեղի ունեցել, այդ ընդհարման գործով ուրեմն սենց էլի, սա ապշեցուցիչ մի բան է, չնայած սրբազաններից հետո եւ այս դեպքերից ինչ որ տեղի ունեցավ, երբ որ Միքայել Սրբազանը 2 տարի բան են տալիս, վճիռ են կայացնում, էլ թվում էր թե զարմանալու բան չկա, բայց ամեն օր այս իշխանությունները ցույց են տալի, որ էլ ավելի այսպես ասած абսուրդ, էլ ավելի սրբապիղծ որոշումներ կայացնելու գործում իրենք անմրցելի են։ Ես տենց պետություն չգիտեմ համենայն դեպս, որ նման վերաբերմունքի կարժանացնի թե որթեկորուս ծնողներին, թե անհայտության մեջ գտնվող ծնողներին, այսինքն դա ինչ է նշանակում։ Նույն կրկնվում է Եռաբլուրի սցենարը, երբ որ ծնողներին քաշքշելով, ջարդելով ծնողներին, խոշտանգման ենթարկելով կարմիր բերետավորները տանում էին մարդկանց ուրեմն ոստիկանական բաժանմունքներ։ Եվ այս գործով էլի ընդամենը այսպես ասած ծնողները իրենց վրդովմունք են հայտնել, որևէ մի լուրջ բան տեղի չի ունեցել, բայց իրենց մի sense առիթ է պետք է, որ հերթական ծնողին, հերթական մարդուն, որին որ պետք է խոնարհվեն, որին որ պետք է հարգանք մատուցեն, որին որ ուշադրություն պետք է մատուցեն, բայց ինչ մնաց այդ ծնկաչոք ԿՊ ժողովների ժամանակ այդ ծնկի գալ ասում էր խոնարհվում եմ ծնողների առաջ, sense էս խոնարհվում ծնողների առաջ, էտա քո խոնարհումը ծնողների առաջ, օրը մեկին բանտարկելով, օրը մեկին անազատության մեջ պահելով, դրանով է դրսևորվում քո հարգանքը, դու տենց ես հասկանում հարգանքը, այսինքն անդադ կեղծ ծնկի գաս ու հերթական ծնողին տանես անազատության մեջ, абսուրդի ժանրից է, գժվել կարելի է,